Քվեարկիր համար 18-ին։ Հանուն հանրապետության քո ձայնը խորհրդարանում։ Գեցե հանուն հանրապետությունը, գեցե Հայաստանի Հանրապետությունը։ Մենք ոչինչ չենք խնայելու, որպեսզի հունիսի 7-ին Պուտինը պարտվի։ Merci. Thank you so much. Այսօր մայիսի 8-ն է, Եվրոպայում հաղթանակի օրը, այսօրը տապալվեց նացիզմը, հաղթանակեց ազատությունը։ Այսօրն էր, երբ Եվրոպան որոշեց, որ այլևս երկու համաշխարհային պատերազմներից հետո չի պատերազմելու, եւ ծնվեց հենց այդ գաղափարից Եվրոպական միությունը։ Հասավ այն աստիճանի հաջողությունների, որ վերածվեց փարոսի, բոլոր այն ժողովուրդների համար, ովքեր մի այլ տոտալիտար ռեժիմի ճիրաններում էին եւ թոթափեցին այդ լուծը։ Դրանից էլ ծնվեց անկախ Հայաստանը։ Հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի այդ հաղթանակում։ Կոչ եմ ապրոված։ Պետությունը չի կարող ամեն ընտրությունից առաջ ժողովրդին կանգնեցնել ընտրության առաջ։ Իսկ վաղը պատերազմ կլինի, թե խաղաղություն։ Խաղաղությունն ու անվտանգությունը չեն կարող կախված լինել մեկ մարդուց, մեկ կուսակցությունից եւ մեկ ընտրությունից։ Խաղաղության եւ անվտանգության շուրջ քաղաքական մի շարք ուժերի համախոհություն է պետք։ Խաղաղությունն ու անվտանգությունը կառուցվում են ինստիտուտներով, տեխնոլոգիապես մարտունակ եւ պաշտպանունակ բանակով, մրցունակ տնտեսությամբ, կրթությամբ, անկախ դատարանով, աշխատող օրենքներով ու ինքնիշխան քաղաքականությամբ։ Խաղաղության եւ անվտանգության մենք կարող ենք հասնել, եթե դու անձամբ դու տանը չմնաս եւ գնաս քվեարկության։ Մի եղիր անտարբեր։ Չքվեարկելը չեզոքություն չէ, դա ձեր ձայնը ուրիշին հանձնել է։ Նա, ով ձեր փոխարեն կգնա ընտրության, որոշելու է նաև ձեր ընտանիքի, աշխատանքի, երեխաների ու մեր երկրի խաղաղության եւ անվտանգության հարցերը։ Խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր են միայն այն դեպքում, երբ ինքնիշխան է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։ Խաղաղության եւ անվտանգության համար պետք է ընդդիմափոխություն։ Հայաստանում այսօր Պուտինն է ընդդիմություն։ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը, Թաթոյանը, մյուսները հավաքական Պուտին է։ Հունիսի 7-ին խաղաղությունը, անվտանգությունը եւ Հայաստանը պետք է հաղթեն։ Քվեարկիր համար 18-ին։ Հանուն հանրապետության քո ձայնը խորհրդարանում։ Ցանկացած հայի պետք է ամենակարևոր հարցը, որ պետք է հետաքրքրի այդ հայրենիքի հարցն է, որ մենք վերջի ժամանակում մեր հայրենիքը անընդհատ կորցնում ենք, թե Արցախը, թե Հայաստանի արդեն սուվերեն տարածքից։ Ամենակարևոր հարցը իմ կարծիքով անվտանգության հարցն է, որ բոլորին պետք է հետաքրքրի։ Պատրանքների գինը մենք վճարել ենք ամենաթանկով, կյանքով, հողով, մարդկային ճակատագրերով, Արցախով։ Այդ կորուստների գլխավոր դասը մեկն է։ Պետությունը չի փրկվում ուրիշի հովանու տակ, պետությունը փրկվում է սեփական ուժը կառուցելով։ Պետությունը ամրոց ու բերդ չէ, որ ուրիշը պահի քո փոխարեն։ Պետությունը համակարգ է, բանակ, տնտեսություն, գիտություն, տեխնոլոգիա, իրական դաշնակիցներ։ Ռուսաստանը մեզ չի պաշտպանել, մեզ կախված է պահել, որովհետև կախված մարդուն հեշտ է կառավարել։ Առաջիկա ընտրությունը սահմանների, արժանապատվության եւ ապագայի ընտրություն է։ Կամ դու ընդունում ես ուրիշների խաղի կանոնները, կամ դառնում ես պետություն, որն ինքն է թելադրում իր պայմանները։ Քվեարկիր հանուն ուժեղ, ինքնիշխան հանրապետության, հանուն Հայաստանի։ Քվեարկիր համար 18-ին։ Հետ դառնալուց գլուխս կաղացը մեկ ինձ գրկեց։ Գլուխս բարձրացեցի Նայիրի Հունանյանը, հունիս ամիսն է։ Ես եկա այդ իմ ընկերների մոտ ասել, լսի ժողովուրդ, Նայիրին է, հետ է եկել։ Շանթը, ասեց արա չի գնում, ասի ինչ ա ուզում, ասում գնանք Վազգենին խփենք։ Դեսերոպին չզանգեցի, որտեղ Վազգենն է թիրախը։
Հետո Շանթ ասաց, Չեք որ էլ պատկերացնում, որ չէ, Վազգեն դերախը չի։ Ես ասացի Վազգենին, Շանթ ասաց, որ դա ինձ փորձում է։ Էդի Վազգենն է սարքում նայերին, Վազգենի ագենտն է, եկել է որ ինձ փորձի։ Ասի բոլոր դեպքերում արի Վազգենին տեղյակ պահենք։ Ասես լավ, ես այս ինչի միջոցով սրան մի քանի տեղ զանգեցինք։ Քվեարկիր համար 18-ին։ Հանուն Հանրապետության քո ձայնը խորհրդարանում։ Ինչի եք պատրաստ հանուն հանրապետության։ Ես ամեն ինչի եմ պատրաստ։ Պատրաստ ենք ամեն ինչի։ Ամեն ինչի։ Հանուն հանրապետության։ Գիտեք, քանի որ սա իմ հողն է եւ իմ տունն է։ Ամեն ինչի։ Ամեն ինչի, միայն մեր երկիրը լավը լինի։ Հանուն հանրապետության ամեն ինչի պատրաստ ենք։ Հանուն